Բարև ձեզ արգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը Պոլիտիկայում YouTube-յան ալիքի եթերում, այսօր աշխատանքային օր է, մենք ձեզ ենք ներկայացնելու օրվա մամուլի կարևորագույն հրապարակումներ եւ այսպես հրապարակ օրաթերթը գրում է. Օրերս մարզահամերգային համալիրում Փաշինյանի մասնակցությամբ երկու միջոցառում էր անցկացվել։ Ապրիլի 4-ին մեծ դահլիճում տեղի ունեցավ ՔՊ համագումարը, երեկոյան փոքր դահլիճում վարչաբենդի հանդեսը։ Մարզահամերգայինի տնօրեն Կարեն Ղազարյանը մեծ զրույցում ասաց, որ երկու դահլիճներն էլ Փաշինյանի թիմին տրամադրվել է վարձակալությամբ։ Փոքր դահլիճի համար վճարվել է 3 միլիոն դրամ, մեծ դահլիճի համար 5 միլիոն դրամ, ասաց նա։ Դիտարկմանը, բայց այս այլ քաղաքական ուժերին անհամեմատ ավելի բարձր գնով եք վարձակալության հանձնում։ Մեզ ասել են, որ մինչև 15 միլիոն դրամ է վարձավճարը։ Ղազարյանն արձագանքեց. չկա նման բան։ Մենք բոլոր քաղաքական ուժերին նույն պայմաններն ենք առաջարկել։ Ուժեղ Հայաստանին էլ էինք նույն գնով տվել, մյուսներին էլ։ Հայաստան Դաշնքից մեզ ասացին, որ իրենք 6 միլիոն դրամ վճարել են փոքր դահլիճի համար, 15 միլիոն մեծի, նույն գներն են նշում նաև երաժիշտները։ Հայ երգիչներից մեկի պրոդյուսերը մեզ հայտնեց, որ փոքր դահլիճի վարձակալության գումարը կազմում է 5-ից 6 միլիոն դրամ, կախված սեզոնից, մեծինը 10-ից 15 միլիոն, իսկ ֆոյեի նախասրահի վարձակալությունը գները պարզել չհաջողվեց, քանի որ բացի Փաշինյանից այդ տարածքը ոչ մի քաղաքական ուժ չի վարձակալել։ Սա դասական նաև խտրականություն է, դուք տեսնեք պետական հաստատությունը, փաստորեն իշխող քաղաքական ուժին անհամեմատ ավելի էժան գներով տալիս վարձակալությամբ տալիս է տարածք, իշխանության սա նաև փոքրոգության մասին է խոսում, հնարավորինս փորձում են ընդդիմության համար խնդիրներ ստեղծել կամ փող կլպել, ինչպես կասեր ժողովուրդը։ Փաստ օրաթերթը գրում է. Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում իրականացված գյուղական բնակարանաշինության ծրագիրը, որի նպատակն է խթանել բնակեցումը եւ աջակցել տեղական բնակչությանը, ըստ գյուղացիների փաստացի չի ծառայել իր հիմնական նպատակին։ Տեղացիները ահազանգում են, որ պետական սուբսիդիաները չեն հասել հենց այն ընտանիքներին, որոնց համար նախատեսված էին, իսկ բազմաթիվ կառուցված տներ այսօր դատարկ են մնում։ Գյուղերի բնակիչները փաստին հայտնել են գյուղական բնակարանաշինության ծրագրի ձախողման մասին։ Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հանրային դաշտում առավել հաճախ են բարձրաձայնվում սոցիալական տնտեսական ծրագրերի արդյունավետության հետ կապված խնդիրները։ Այս համատեքստում Տավուշից հնչող ահազանգերը նոր լույս են սփռում պետական ծրագրերի իրական ազդեցության վրա, հատկապես սահմանամերձ բնակավայրերում, որտեղ բնակչության պահպանումը կենսական նշանակություն ունի։ Տեղացիների փոխանցմամբ սուբսիդավորման ծրագրի իրականացում ուղեկցվել է անհասկանալի եւ ոչ թափանցիկ մեխանիզմներով։ Նրանց խոսքով աջակցությունը բաշխվել է ընտրողական սկզբունքներով, հաճախ շրջանցելով առաջնային շահառուներին։ Արդյունքում այն ընտանիքները, որոնք իրականում ունեն բնակարանային խնդիր եւ ապրում են սահմանամերձ գյուղերում, չեն ստացել անհրաժեշտ աջակցություն։ Սրանց վերաբերյալ ես եւս լսել էի տեղեկություններ, որ օրինակ պետական տարբեր հաստատություններում աշխատող ԿՊԱ-կաններ, որոնք սահմանամերձ գյուղերից են, իրենց համար ուղակի այսպես ամառանոց կամ դաչա են կառուցում պետական այս ծրագրի հաշվին եւ իրականում գյուղացիները, որոնք ապրում են այդտեղ, ընտանիքները 1-2-ից ավելի ընտանիքներ, որոնք մի տան մեջ են ապրում եւ կուզեին ունենալ առանձին տներ, հիմնականում հնարավորություն չունեն օգտվել այդ ծրագրերից։ Հրապարակ օրաթերթը գրում է. Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Քանաքեռ Զեյթուն ծննդատուն ՓԲ-ի փակվելուց շուրջ 2 տարի անց բժշկական հիմնարկի աշխատակազմը չի ստացել աշխատավարձերը։ Քաղաքապետարանը շուրջ կես տարվա աշխատավարձ է պարտք աշխատողներին։ Ծննդատան նախկին աշխատակից անեստեզոլոգ Հայկան Դուխտ Գրիգորյանը երեկ մեզ հայտնեց, որ քաղաքապետարանը թեպետ օրեր առաջ խոստացել է վճարել, բայց այնքան են խաբել, որ այլևս չեն հավատում եւ պատրաստվում են առաջիկայում կառավարության շենքի մոտ բողոքի ձայն բարձրացնել։ Հիշեցնենք, որ ծննդատունը 2020 թվականից հանձնված է եղել հավատարմագրային կառավարչին, 2022-ից հավատարմագրային կառավարիչն իր պարտավորությունները չի կատարել եւ Երևանի քաղաքապետարանը սկսել է պայմանագրի խզման գործընթաց, ապա ընթացել է դատական գործընթաց, որն ավարտվել է 2024 թվականի ապրիլի 29-ին։ Ծննդատան վերահսկողությունը 2024 թվականի մայիսի 1-ից անցել է քաղաքապետարանին, իսկ հուլիսի 14-ին առողջապահության նախարարի հրամանով կասեցվել է դրա գործունեությունը։ Իդեպ քաղաքապետարանից դեռ 2 տարի առաջ վստահեցնում էին, որ ծննդատունը ժամանակավոր է փակվել եւ այն անպայման վերաբացվելու է։ Սա միակ դեպքը չի, դուք տեսնում եք, որ նաև մարզերում փակվում են ծննդատներ, հիվանդանոցներ,
Քաղաքացիական պայմանագիրը պատրաստվում է սեպտեմբերից փակել 230-ից ավել մարզային դպրոց եւ սա այս քայլերը մի բանի մասին են խոսում, որ իշխանությունները իրենց առաջ չունեն նպատակ Հայաստանի դեմոգրաֆիական պատկերի փոփոխության, ծնելիության աճին նպաստող ծրագրեր չեն պատրաստվում իրականացնել, չեն պատրաստվում իրականացնել քաղաքականություն, որը կբերի սահմանամերձ եւ մարզային բնակավայրերի բնակության թվի աճի, դրա համար փակում են դպրոցներ, փակում են ծննդատներ, հաշվելով որ դրանից այլևս օգտվողներ չեն լինի կամ քիչ կլինեն եւ իրենք ինչպես հայտնի ԿՊԱ-ականներ ասում, կուղորթեն դա մարզ կենտրոններ մարդկանց, այսինքն ավելի կուրբանիզացնեն պետությունը եւ գյուղական բնակավայրեր ուղղակի կդադարեն գոյություն ունենալ։ Փաստ թերթը գրում է. տարբեր առիթներով ոչ մեկ անգամ Ռուսաստանից ակնարկել են, թե Հայաստանի համար ինչ հետևանքներ կարող է ունենալ ԵԱՏՄ-ից դուրս գալը կամ Ռուսաստանի հետ առևտրատնտեսական ու քաղաքական հարաբերությունների խզումը։ Ու դա սպառնալիք չէ, ինչպես սիրում են մեկնաբանել կամ փորձում են ներկայացնել ԿՊԱ-ական կամ մերձիշխանական քարոզիչները։ Դա առավելագույնս զգուշացում է փաստերի պարզ շարադրանք, ըստ էության ձևավորված առևտրատնտեսական, առևտրաքաղաքական, աշխարհաքաղաքական իրողությունների հստակ արձանագրում։ Փաշինյանի այս վերջին մոսկովյան հանդիպումից հետո Ռուսաստանից արդեն շատ ավելի հստակ ու բացորոշ առանց դիվանագիտական բազմապաճուճ ձևակերպումների նշեցին, թե ինչ կոնկրետ հետևանքներ կլինեն։ Ընդ որում հետևանքներ, որոնք շոշափելիորեն իրենց վրա կզգա Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի։ Մենք երբ լսում ենք իշխանության ներկայացուցիչների, նրանք անընդհատ խոսում են այսպես կոչված ինքնիշխանությունից։ Գիտեք, բացարձակ ինքնիշխանություն գրեթե որևէ պետություն չունի, գրեթե չէ, կարելի ասել որևէ պետություն չունի։ Միացյալ Նահանգների նման պետությունը այս վերջին իրադարձությունները ցույց տվեց, որ կախված է իր տնտեսությունը էականորեն ազդվում է իրենից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող Հորմուզի նեղուցի փակմամբ։ Եվ Իրանի Իսլամական Հանրապետության գործողությունները ստիպեցին Միացյալ Նահանգներին առնվազն գնալ երկշաբաթյա հրադադարի, որովհետև բացարձակ ինքնիշխան իրենց պատկերացմամբ, որ ինքնիշխանությունը դա ենթադրում է, որ որևէ բանի հետ դու կապ չունես կամ որևէ բան քեզ վրա չի կարող ազդել։ Ոչ, Միացյալ Նահանգները ի վերջո աշխարհի թիվ 1 պետությունը իր ռազմատնտեսական հնարավորություններով ստիպված եղավ գնալ որոշակի հետ քայլի, որպեսզի իր տնտեսությունը չվնասվի, աշխարհի տնտեսությունը չվնասվի, դրանից ելնելով բխող իր տնտեսությունը չվնասվի։ Սա ինչ է նշանակում։ Արդյոք Միացյալ Նահանգները ինքնիշխան չէ։ Տեսեք, Միացյալ Նահանգները ԿՊԱ-ական տրամաբանությամբ կարող էր ինքնիշխանության ճակերտավոր այդ մարմաջով տարված շարունակել պատերազմական գործողություններ եւ դրանից ավելի շատ վնասներ կրել։ Ինքնիշխանություն նշանակում է, որ դու ես որոշում եւ դու ես կրում այդ որոշման հետևանքները։ Հիմա եթե դու որոշում ես անել մի բան, որը քեզ վնաս է տալիս, դա հիմարությանը ձգտող ինքնիշխանություն է։ Հիմա եթե մեր տնտեսությունը կախված է Ռուսաստանի տնտեսությունից, օբյեկտիվորեն այդպիսի պայմաններ են ստեղծվել։ Աշխարհում առաջին շարքում գազ, նավթ մատակարարողների շարքում Ռուսաստանն է, որը մեզ մոտ է եւ որի հետ մենք ունենք գազամուղ, ունենք առևտրատնտեսական հարաբերություններ։ Հիմա այդ իրողությունը ո՞նց պիտի ջնջես։ Ո՞նց կարող ես հաշվի չառնել։ Հիմա երբ որ մեր գյուղատնտեսական արտադրության մեծ մասը գնում է Ռուսաստանի դաշտություն եւ այնտեղ հաջողությամբ իրացվում է, այս հանգամանքը ո՞նց կարող ես հաշվի չառնել։ Ասում են Եվրոպական միությունը, լավ փորձեք այդ ստանդարտները փոխեք, թող եվրոպական ստանդարտներ լինեն, բայց նաև հաշվի առեք այն, որ ուկրաինական պատերազմի ֆոնին անգամ Եվրամիության շատ երկրներ փակում էին իրենց ճանապարհները ուկրաինական ցորենի առաջ։ Ասում են մենք մեր ցորենն ենք արտադրում։ Հիմա ով ասեց, որ Եվրամիությունում այն ինչ որ դուք արտադրում եք չկա, կամ եթե չկա, այդ շուկան բաց է, այլ տեղերից չի գալիս եւ այդ այլ տեղերից բերողները հնարավորություն են տալու ձեզ մտնել այդ շուկա։ Պարզ օրինակ բերեմ, օրինակ մրգի
առաքումը դա արտահանումը դեպի Եվրոպական միություն։ Եվրոպական միության շուկայում կան այնպիսի խաղացողներ, որոնք միանգամից, ասենք եվրոպական շուկային, եվրոպական ցանցերին, առևտրային ցանցերին կարող են առաջարկել, ասենք միանգամից 40,000 տոննա ծիրան։ Հայաստանում չկա այդպիսի գյուղատնտեսական ընկերություն եւ ամբողջ Հայաստանը միանգամից չի կարող այդ որակի ծիրան 40,000 տոննա ծիրան առաջարկել Եվրոպային։ Ռուսաստան տարբեր փոքր խմբականակներով գնում է եւ այդ հնարավորությունը կա, մարդիկ մոտ են, աշխարհագրորեն մոտ է, լեզվական իմացություն կա, գնում են իրենց ճանապարհով իրացնում են։ Իսկ այնքան տարբեր հանգամանքներ կան, եթե անգամ Եվրոպան սպասի, դա չի նշանակում, որ շուկայում տեղ զբաղեցնողները ասել են, վայ, Հայաստանն է գալիս, եկեք մենք չմթերենք, նույն Թուրքիան ասելու է, եկեք մենք մեր ծիրանը չտանենք Եվրոպա, թող Հայաստանը իր ծիրանը վաճառի։ Բայց սա մյուս կողմից խոսում է ԿՊԱ-ականների մանկամտության մասին, որովհետև այնպես հանգիստ են խոսում դրա այդ իրողության մասին, այնպես հանգիստ են խոսում, թե ոչինչ, հանուն ինքնիշխանության մենք պատրաստ ենք այդ զրկանքներին։ Դուք պատրաստ չեք, որովհետև դուք պետական միջոցների վրա նստած պարազիտներ եք մեծ մասը եւ պետական բյուջեով ապրում եք, ժողովրդի վճարած հարկերով ապրում եք, բայց այս ժողովուրդն է հետևանքները կրելու։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազության բողոքը եւ ԱԺ նախկին նախագահ ներկայումս արտգործնախարար Արարատ Միրզյանի ծեծի գործով մեղադրյալներից Արա Բադոյանին 3.5 տարվա ազատազրկման որոշումը թողել է անփոփոխ։ Բադոյանը մեղադրվում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին ազգային ժողովի նախագահ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Դատախազությունը վերաքննիչ դատարանից պահանջել էր առավել խիստ պատիժ սահմանել, սակայն դատարանը մերժել է դատախազության եւ առաջին ատյանի դատարանի որոշումը թողել է անփոփոխ։ Հիշեցնենք, որ դեպքը տեղի ունեցել 2020 թվականի նոյեմբերի 9-ին կապիտուլյացիոն հայտարարության ստորագրումից հետո, երբ դա քաղաքացիներին ինքնաբուխ հավաքվել են մուտք գործել ԱԺ-շենք, Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնությունը տեղի ունեցել հենց այդ օրը փողոցում։ Նշված դրվագով մի քանի քրեական գործ է ուղարկվել դատարան։ Մյուս դրվագներով դեռևս քննությունը շարունակվում է։ Ըստ այդ դրվագի Արա Միրանի Բադոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի եւ դրանով պայմանավորված նույն օրը Հայաստանում եւ Արցախի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում 2020 թվականի նոյեմբերի 10-ին պատերազմը դադարեցնելու եւ Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող մի շարք տարածքներ Ադրբեջանի Հանրապետության վերահսկողությանը հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի եւ Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությանը զանգվածային լրատվամիջոցներում հրապարակելուց հետո համացանցի միջոցով տեղեկանալով, որ մայրաքաղաք Երևանում գտնվող կառավարության շենքի մոտ ամբողջ է հավաքվել եւ կատարում են զանգվածային անկարգություններ, գնացել է նշված վար եւ միացել զանգվածային անկարգությունների մասնակիցներին։ Այս ձևակերպումները պաշտոնական ձևակերպումներ էին, ինքս դրանց հետ համաձայն չեմ։ Հրապարակ օրաթերթը գրում է. ըստ իրավապահ համակարգի մեր աղբյուրների ոստիկանության պարեկներին հրահանգ է իջեցվել գործարար Սամվել Կարապետյանի հետ կապված շատ աչալուրջ լինել։ Ոստիկանությանը պարտավորեցրել են հերթապահություն իրականացնել Կարապետյանի առաջնորդած ուժի կազմակերպած բոլոր ակցիաների միջոցառումների ժամանակ եւ արձանագրել բոլոր ավտոմեքենաները, որոնք ժամանում են դեպքի վայր, ֆիքսել պետհամարանիշներն ու առիթ գտնել տուգանելու կամ տուգանային հրապարակ տանելու։ Մեզ ասացին, որ պարեկներն ուղղակի օր ու գիշեր հերթապահում են ուժեղ Հայաստան կուսակցության գրասենյակների հարևանությամբ, նկարահանում, արձանագրում, տուգանում կուսակցության անդամներին տեղափոխող ավտոբուսների եւ սպրինտերների վարորդներին։ Ավելի վաղ գրել էինք նաև, որ իշխանությունը Կարապետյանի գրասենյակների դիմաց ծպտված ռազմետչիկներ է կարգել, որ ելումուտ անող մարդկանց ֆիքսեն, գոնե փորձեն դուրս գալ նրանց հարազատների եւ ընտանիքների վրա, վախեցնեն, բացատրական աշխատանքներ տանեն նրանց հետ։ Հրապարակ օրաթերթը գրում է. Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, որ խաչակրած արշավանք է հայտարարել մարզի դպրոցներում տարիներ շարունակ եղած փառքի անկյունների դեմ եւ անձամբ վերահսկում է դրանք հեռացնելու գործընթացը,
Ըստ մարզից ստացված տեղեկությունների հնդածը սկսել է նաև նախընտրական ճնշումներ գործադրել դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների նկատմամբ։ Նրանցից մեկը մեզ պատմեց, որ մարզպետն իրենցից ցուցակներ է պահանջում, թե ովքեր են ՔՊ-ի պոտենցիալ ընտրողները եւ ովքեր կասկածելիները։ Ինքն անձամբ ստուգում է ցուցակները, ապա հրահանգավորում տնօրենին, որ լուծի այլախոհների հարցը կամ նրանց դարձնի ՔՊ-ի ընտրող կամ ազատի աշխատանքից։ Պատմում են, որ ոմանք վախից դրդված ասում են, թե ՔՊ են ընտրելու եւ ներկայացնում են, որ իրենց կոլեկտիվներում էլ բացառապես իշխանամետներ են հավաքված։ Իսկ եթե որևէ միամիտ խոստովանում է, որ իր կոլեկտիվում հակաիշխանական տարրեր կան, մարզպետն անձամբ որոշումներ է կայացնում։ Սա հանրապետական կուսակցության նախորդ իշխանությունների լավագույն ավանդույթների վերադարձն է ըստ էության եւ պատահաբար չէ, որ հենց Վահրամ Խաչատրյանն է այս գործին լծվել, այս մարդը նախկին հանրապետական է, լավ գիտի ձևերը, թե ինչպես են դպրոցի տնօրենների հետ աշխատում, սա խայտառակ պատմության խայտառակ կրկնություն է եւ ըստ էության ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը այնքան է սպառված եւ այնքան վստահ է, որ չի կարող մեծամասնություն ստանալ այս ընտրություններում, որ անցել է հին այս փորձված մեթոդներին, որոնք վաղուց պիտի մեր կյանքից դուրս մղված լինեին։ Այսօր այսքանը, կհանդիպենք վաղը։ Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Ունենք արել։ Բանապետկելում ամեն դավի չեն